Սելայնակիցներ, այս հարցը հարցի տեսքով ես տվեցի 3, ուղղակի դալիճում մի քանի հոգի մարդ կար, նորից կրկնեմ։ Այստեղ սահմանումների մեջ սահմանված օրինականություն եզրույթը։ Օրինականություն վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ այլն, կարող եք կարդալ։ Ես չեմ կարծում, որ այս այն օրենքն է, որտեղ օրինականություն ունիվերսալ եզրույթը պետք է սահմանվի։ Ինչի են այստեղ։ Առլիսով նայեք, տեսեք, քանի 100 օրենքում այս բառն օգտագործվում է։ Եթե ուզում եք միտեղ սահմանեք, դրեք մի հատ ավելի ոչ թե ավելի լուրջ, ավելի համապարփակ եւ ընդգրկուն օրենքի մեջ դա սահմանեք։ Սա ինձ հիշեցնում է զբոսաշրջության մասին օրենքն էին քննարկվում, այնտեղ սփյուռքահայ բառն էին փորձել սահմանել։ Հանդիպեցինք, խոսեցինք հանձնաժողովի հետ, մարդիկ հանեցին, որտեղ նախ անհասկանալի է ինչի պետք է սփյուռքահայ բառը սահմանվի եւ երկրորդ ինչի պետք է հենց այդ օրենքում սահմանվի։ Կառավարման օրինականությունը ընդհանրապես անհասկանալի, ինչ նշանակում կառավարման օրինականություն։ Մյուսը, այստեղ խնդիր գնաց վերահսկողություն գործունեության եւ ծախսերի օրինականության վերաբերյալ։ Եթե այդ ունիվերսալ մոտեցմամբ են գնում, այդ դեպքում պետք է օրենքում գրվի ինքը բոլոր ծախսերի նկատմամբ օրինականությունը վերահսկում, այլ ոչ թե միայն սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականությունը։ Այդ դեպքում մտցրեք նաև սեփական եկամուտները։ Բայց դա չենք անում, որովհետև հասկանում ենք, որ կա խարտիա, որը սահմանափակում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Եթե լիազորությունները իրականացնելու ժամանակ դի մարմինների կողմից օրենք է խախտվում, դրա համար կա ոստիկանություն, դրա համար կա դատախազություն, քննչական մարմիններ կան, ունիվերսալ այդ իրավունքները, գործառույթները ինչի ենք այս դրվագով տալիս պետական վերահսկողական ծառայությանը։ Տեսեք, եթե դա սուբվենցիա եւ սուբսիդիա է, ես լիովին հասկանում եմ, պետությունը գումար է տվել, գնում է նայի իր գումարը ըստ նպատակի է ծախսվել, թե չէ։ Եվ ստեղ էլ արդեն եթե անտրամաբանական է այդ տրամադրվում, ոչ թե համայնքը պետք է պատժվել, օրինակ այդ գումար տվողը։ Ես հիշում եմ այն ժամանակ, երբ տարածքային նախարարությունում էի աշխատում, համայնքներից մեկը սուբվենցիա էր ուզել գերեզմանի պարիսպը կառուցելու համար։ Նախորդ կառավարությունը դեմքը վեարկեց, ասեց ոչ, տրամաբանությունն այն է, որ սուբվենցիան պետք է նպաստի զարգացմանը, բիզնես միջավայրի զարգացմանը։ Հաջորդ կառավարությունը եկավ կողմ քվեարկեց։ Լավ, թողենք, դա կառավարման փիլիսոփայությունն է, ոնց որ պարոն Թորոսյանն էր ասում։ Հիմա սեփական եկամուտներ եւ դոտացիաներ։ Այդ ամեն ինչը համաձայն տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներից, լավ, ֆինանսական առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգեր։ Եվ այդ դեպքում նույն խարտիային համաձայն համահարթեցման խողովակով տրված գումարները համարվում են սեփական եկամուտներ։ Համահարթեցման միջոցով տրված փողը դա պետության լավությունը չի, դա պետության պարտավորությունն է։ Դու տալիս ես այդ գումարը տեղական ինքնակառավարման մարմիններին եւ ասում ես դա քո փողն է։ Հիմա այս երեք համանքներից մի քանի ղեկավարի հետ էի խոսում, ասում եմ մեր համանքից պետական բյուջե պատիկներով անգամ ավելի շատ փող է լցվում, ուրեմն եկամտային հարկ, շահութարկ, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ եւ այլն։ Դրա այսքան մի կտոր մասը գալիս է մեր մոտ համահարթեցման խողովակով։ Մյուսները ավելի քիչ են տալի, ավելի շատ են ստանում, որպեսզի ապահովի համանքների հավասար զարգացումը, գործում է այդ մեխանիզմը։ Դրա համար եմ ասում, թող պետական կառավարման մարմինները չխառնեն այդ ամեն ինչը։ Սրանով կոպտորեն խախտվում է ներողություն, կոպտորեն խախտվում է տեղական ինքնակառավարման իրավունքը, քաղաքական գնահատականներ արդեն տրվեց։ Շնորհակալություն։